Սումիի խաղաղ բնակչության դեմ ռուսական բանակի իրականացրած ռազմական գործողությունների հաջորդ օրն Ուկրաինայի զինուժը պատասխան հարված է հասցրել։ Մեկ գիշերվա ընթացքում ռուսական հոբ համակարգերը Կուրսկի օդում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Եվս 3 ԱԹՍ է խոցվել Վորոնեժի և մեկական ԱԹՍ Մոսկվայի, Բրյանսկի և Օրիոլի օդային տարածքում։ Կուրսկի մարզի երկնքում առնվազն 2 տասնյակ պայթյուն է որոտացել։ Բնակելի շենքերի վրա դրոնների հարձակման հետևանքով 85-ամյա կին է զոհվել, 9 մարդ վիրավորվել է, ստանալով բեկորային վնասվածքներ և այրվածքներ։ Վորոնեժում և Բրյանսկում զոհեր չկան։ Երկկողմանի գրոհներ են, սակայն մեկնաբանությունները միանգամայն զուսպ են։ Ռուսաստանի արտգործնախարարը բացահայտել է Սումիի ողբերգական դեպքերի ռուսական ճշմարտությունը։ Фактов размещения артиллерии, систем противовоздушной обороны. Քաղաքացիական բնակավայրերում մանկապարտեզների կողքին հրետանու հոբ համակարգերի տեղադրման փաստերը միլիոնավոր են։ Համացանցում էլ բազմաթիվ տեսագրություններ կան, որ ուկրաինացի կանայք բղավում են, որպեսզի զինվորականները հեռու մնան խանութներից, մանկական խաղահրապարակներից, սակայն այդ պրակտիկան շարունակվում է։ Մենք գիտենք, ովքեր են եղել Սումիում ոչնչացված օբյեկտում։ Այնտեղ կայացել է ուկրաինացի զինվորական հրամանատարների հանդիպումը արևմտյան գործընկերների հետ։ Հնարավոր է նաև վարձկաններ են ներկա եղել։ Բոլորին է հայտնի, որ ՆԱՏՕ-ի զինվորականներն են այնտեղ նրանց ղեկավարում։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը պատասխանել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որն ուկրաինական ճգնաժամը ցանկանում է հանգուցալուծել հենց ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Ռուս-ուկրաինական առճակատման, մասնավորապես Սումիի ողբերգության ֆոնին Եվրոպայի բոլոր 27 երկրները խաղաղություն են ուզում, մինչդեռ կա մի երկիր, որը ձգտում է շարունակել պատերազմը, համոզվել են եվրոպացիները։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պնդում է, որ Մոսկվային բանակցության սեղան բերելու առաջին տարբերակը ճնշում գործադրելն է, երկրորդը Ուկրաինան ռազմականացնելը։ Ուկրաինային արդեն տրամադրվել է ավելի քան 23 միլիարդ եվրո, ինչն արևմուտքի ընդհանուր օգնությունը հասցնում է 40 միլիարդ եվրոյի։ Հին աշխարհն անվերապահ աջակցում է Կիևին, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահը պատերազմի համար մեղադրում է բոլորին։ Օվալաձև սենյակում լրագրողները փորձել են հստակեցնել Սումիի գրոհի վերաբերյալ Թրամփի խոսքն այն մասին, որ Ռուսաստանի հարձակումը սխալ էր։ Սխալը պատերազմը թույլ տալն էր, եթե Բայդենն ու Զելենսկին կոմպետենտ լինեին, այդպես չէր լինի։ Մենք կոշտ զրույց ենք ունեցել Զելենսկիի հետ։ Նա պարզապես շարունակում էր ավելի ու ավելին խնդրել։ Երբեք չպետք է թույլ տային, որ այդ պատերազմը տեղի ունենար։ Բայդենն էլ, Զելենսկին էլ կարող էին դադարեցնել այն։ Պուտինը եւս երբեք դա չպետք է սկսեր։ Բոլորն են մեղավոր։ Սպիտակ տան ղեկավարը ոչ միայն չի մոռացել Օվալաձև սենյակում Զելենսկիի հետ տեղի ունեցածն, այլև շարունակում է դժգոհել ու խոսել նրա մասին։ Երբ պատերազմ ես սկսում, պետք է իմանաս, որ կարող ես հաղթել այդ պատերազմում։ Այդպես չէ, պատերազմ չեն սկսում մեկի դեմ, որը 20 անգամ մեծ է քեզնից, ակնկալելով, որ ինչ-որ հրթիռներ կտան քեզ։ Արևմուտքը Կրեմլի ղեկավարի խաղաղություն հաստատելու մղումներին չի հավատում, մինչդեռ Վաշինգտոնից այլ ազդակներ են գալիս։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը բաց է Ուկրաինայի հետ մշտական խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Ամերիկյան կողմի համար համաձայնագիրը ուրվագծվում է։ Պուտինի խնդրանքն այնն է, որ այստեղ մշտական խաղաղություն հաստատվի։ Այսպիսով, բացի հրադադարից մենք ստացանք այս հարցի պատասխանը։ Ամերիկացի հատուկ բանագնացն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը ներառում է 5 տարածք, առանց մանրամասնելու ինչի մասին է խոսքը։ Ուկրաինական ճգնաժամից բացի Մոսկվա-Վաշինգտոն օրակարգի առանցքում ռուս-ամերիկյան հարաբերություններն են և շատ գրավիչ առևտրի միջոցով դրանք փոխելու շանս կա։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։